Բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգությամբ և իրացմամբ զբաղվող հանցավոր խումբ։ Ներգրավված 13 անձանցից 12-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ 1 անձի նկատմամբ տնային կալանքը։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ մի խումբ քաղաքացիներ Հայաստանի Հանրապետության հարևան երկրի քաղաքացու հետ պայմանավորվածության համաձայն պատրաստվում են Հայաստանի Հանրապետություն ներմուծել առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ։ Իրականացված միջոցառումների արդյունքում ձերբակալվեցին Երևան քաղաքի բնակիչներ 2 անձինք, որոնց ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեցին առանձնապես խոշոր չափերով 4520 գրամ քաշով մեթամֆետամին և 17827 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցներ։ Դատաքննության փուլում քննվող 4 քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված Հայաստանի քաղաքացին ստեղծել է թմրամիջոցների մաքսանենգությամբ և իրացմամբ զբաղվող խումբ, կազմակերպել, ղեկավարել է խմբի հանցավոր գործունեությունը և 2024-ից 2025 թվականների ընթացքում Տելեգրամի ավելի քան 10 հարթակների միջոցով իրացրել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ։ Բացահայտվեցին խմբի ևս 2 անդամներ, որոնց բնակարաններում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվեցին ինչպես առանձնապես խոշոր չափերով տարատեսակ թմրամիջոցներ, այնպես էլ ռազմամթերք հանդիսացող գազեն, դրանց բաղկացուցիչ մասեր, ատրճանակներ, փամփուշտներ։ Նախաքննությամբ պարզվել է, որ տղամարդու ստեղծած և ղեկավարած թմրամիջոցների մաքսանենգությամբ և իրացմամբ զբաղվող հանցավոր խմբի կազմում հանցավոր գործունեությամբ է զբաղվել նաև Հայաստանի քաղաքացի հանդիսացող կին, որն իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում վարձակալած բնակարանում ապօրինի պահել է առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցներ։ Հարևան երկրից Հայաստանի Հանրապետություն ներմուծված առանձնապես խոշոր չափերով շուրջ 42 կիլոգրամ տարատեսակ թմրամիջոցներ նշված բնակարանում իրականացվեց խուզարկություն, քննչական գործողություն, որի արդյունքում հայտնաբերվեց հիշյալ իմ կողմից նշված քանակի թմրամիջոցները եւ առգրավեցին։ Կնոջ նկատմամբ նույնպես որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Կնոջ բնակության հասցեում կատարված խուզարկությամբ հայտնաբերված 42 կիլոգրամ թմրամիջոցները նախատեսված են եղել Տելեգրամի թմրամիջոցների իրացմամբ զբաղվող այլ էջերի համար։ Ուստի ԱԱԾ-ի հետ իրականացվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում բացահայտվել են թմրամիջոցների իրացմամբ զբաղվող 3 առանձին Տելեգրամ խանութ-հարթակներ օգտագործող 4 անձինք, որոնք ևս ձերբակալվել ու կալանավորվել են։ Նկարագրված անձինք ձերբակալվել են հենց հանցանք կատարելու անմիջական օրենսագծի հիմնավոր կասկածի հիմքով թմրամիջոցները իրենց տեղադրված վայրից վերցնելու պահին։ Նշված խմբից թմրամիջոցները ձեռք է բերել նաև Տելեգրամում թմրամիջոցների իրացմամբ զբաղվող մեկ այլ էջ, որը կառավարող Արմավիրի մարզի բնակչի և վերջինիս խմբի կազմում ընդգրկված 2 կանանց բնակարաններում ևս կատարվել են խուզարկություններ։ Կանանցից մեկի բնակարանում հայտնաբերվեց խմբի կազմում պահվող ինքնաձիգ հանդիսացող հրազեն փամփուշտներով, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով մեթամֆետամին և մարիխուանա տեսակի թմրամիջոցներ, խոսքը գնում է շուրջ 2385 գրամ մեթամֆետամինի և 4043 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցների մասին։ Տղամարդու և մյուս կնոջ բնակարաններում ևս հայտնաբերվեցին ինչպես թմրամիջոցներ, այնպես էլ թմրամիջոցները բաժանելու, մասնատելու, կշռելու, մասերի բաժանելու և տեղադրելու համար նախատեսված հարմարանքներ, մասնավորապես ինքնակպչուն ժապավեններ, պոլիէթիլենային տոպրակներ, մկրատներ, հետքերով կշեռքներ և այլն։ Տղամարդու և կանանցից մեկի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս կնոջ նկատմամբ տնային կալանքը։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից իրականացված նախաքննության ընթացքում նաև բացահայտվեցին կրիպտոարժութային հաշիվների շարժեր, որոնց մասով վարույթն իրականացնող մարմինը պարզել է ինչպես շարժերն իրականացնող անձանց տվյալները, այնպես էլ դրանց շարժը, փոխանցումները մեկը մյուսին և մեխանիզմը։ Նշված հանցագործության մեջ ներգրավված անձինք մեղադրվում են խմբի կազմում շահադիտական դրդումներով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման նպատակով դրանք ձեռք բերելու, տեղափոխելու և առաքելու համար։ Բացի այդ, նրանց մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությանը օժանդակելու համար։ Նախաքննությունը շարունակվում է։ Քրիստինե Թորոսյան, Արման Թովմասյան, լուրեր։